Բարև ձեզ, սիրելի հետևորդներ, ձեր հետ է Կարեն Լևոնի Ասլայանը, հոգեբույժ, հոգեթերապևտ։ Այսօր ձեզ կներկայացնեմ սահմանային խանգարումները։ Ցույց են տվել, որ սահմանային ազդային խանգարումները առաջանում են գենետիկ և սոցիալ գործոններից։ Գենետիկ պատճառները հակված են գլխուեղի աշխատանքի առանձնահատկությունների։ Սոցիալական պատճառները կապված են մինչև 5 տարեկան հասակում կապված հոգեբանական տրավմաների, բռնությունների, ծնողների վեճերի, ծնողների բաժանումների հետ կապերսևորվում սահմանային ազդային խանգարումը, լքված լինելու ուժեղ վարկայուն հարաբերություններ, ինքնության անկայունություն, ստրեսային պարագայում պարանոյա կամ իրականության բացակայում, իմպուլսիվ և ռիսկային վարք, հաջողության սաբոտաժ, ինքնավնասում կամ սուիցիդալ մտքեր, տրուկ տրամադրության փոփոխություն, ագրեսիա և ուժեղ զայրույթ, կարևոր նշում։ Այս սիմպտոմները մեծամասամբ դրսևորվում են դեռահասների մոտ, այդ իսկ կապակցությամբ բժիշկները մեծամասամբ ախտորոշում են չափահասների մոտ։ Եղեք առողջ, ձեր հետ է Կարեն Լևոնի Ասլայանը, հոգեբույժ, հոգեթերապևտ։ Դիմեք մասնագետներին ժամանակին և եղեք առողջ, ցտեսություն։